Այս իմաստով մենք մոռացանք նաև նշել, որ բոլորին դեմ մի թիմում միայն նժարը եւ բոլորին դեմ չի, նաև մեր հին լավ ընկեր Մանասյան Հայկն է իր կուսակցությամբ հիմնադիր ազատական, մենք գնալու ենք, բայց մեկ կուսակցությամբ, մենք դաշինք ֆորմալ առումով չենք ֆորմալիզացնելու, այսինքն դաշինք չենք ստեղծելու, մենք գնալու ենք մեկ կուսակցությամբ եւ սա նաև այդ նոր քաղաքականության մեջ նոր մտնող ազնիվ մղումներ ունեցող մարդկանց միավորման տեսակետից կարծում եմ լավագույն տարբերակն է, որը կարելի է գտնել, արդյոք կա հնարավորություն, որ այլ ուժեր եւս միանան, իհարկե դռները բաց են, իհարկե մենք շարունակում ենք զուգահեռաբար խոսել, բայց բնականաբար դա միջև որոշակի ժամկետ, որովհետեւ ֆորմալիզացնելու տեսանկյունից մենք պիտի իրականացնենք որոշակի process-ներ, որոնք ժամկետներ են պահանջում, deadline-ներ ունեն, այս իմաստով իհարկե դժվար է լինելու։ Մենք անկեղծորեն կարծում ենք, որ կլինեն դեռ ուժեր, որոնք բարձր կգնահատեն կարևորությունը իրավիճակի, որտեղ շատերն են խոսում այսօր ճգնաժամային իրավիճակի էգզիստենցիալ վիճակի մասին, բայց չգիտես ինչի, իմանալով հանդերձ, որ իրենք չեն կարողանալու հատել շեմը եւ իրենց ձայները փաստացի գնալու են հետո սատարելու Նիկոլ Փաշինյանին, այդ մարդիկ, այդ թիմերը կարծես թե ոնց որ թե ինչ որ անհասկանալի խաղ են խաղում ու անկեղծորեն ես օրինակ չի ուզենա այն մարդկանց հետ, ովքեր ազնիվ մղումներ ունեն, շատ երկար ճանապարհ ունեն անցած, իրանց հետ այդ հակամարտության մեջ լինել ու ստիպված լինել նաև քննադատել, քննարկել իրենց մասնակցության ճիշտ գնահատելը, կան թիմեր, որոնք հայտարարել են, որ չեն մասնակցելու հենց այդ նույն տրամաբանությամբ, որովհետև ճիշտ են գնահատել իրավիճակը, իրենց իհարկե շատ շնորհակալություն, հույս ունենանք, որ իսկապես կկարևորեն խնդիրը ճիշտ գնահատեն ու մենք կարողանանք շատ լուրջ մոտեցում։ Ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր ասում են, որ անվանման մեջ խայպի այսպես էլեմենտ կա, մի տեսակ դժվարություն կա, մեզ համար էլ դժվարություն կար, մենք էլ ենք դա ընդունում, բայց գիտեք, մանրուքների հետևից հիմա ընկնելու ժամանակը չի, հիմա շատ ճիշտ իրավիճակը գնահատելու, որոշումներ կայացնելու, լուծումներ ընդունելու ու այս վիճակից դուրս գալու ամենակարևորը Նիկոլ Փաշինյանի կործանարարես process-ը կասեցնելու մեկ, երկրորդը դե գալ էլ իշխանության գոնե մի հատ մարդավարի մի բան սարքել, հատկապես որ հիշեցնեմ մենք գալու ենք ընդամենը 100 օրով, որտեղ սա էլ է մանիպուլացվում։ Մենք գալու ենք 100 օրով եւ մեր վարչապետի տեխնացուն այլևս չի մասնակցելու ընտրություններին, իր վրա ֆունկցիա դրվածնելու, կազմակերպել հաջորդ ընտրությունները եւ երաշխիք է, դա կարեւորագույն երաշխիքներից մեկն է, որ այդ մարդը ինքը իր համար չի աշխատելու, իր թիմի համար չի աշխատելու, ինքը աշխատելու է, որպեսզի արդար ընտրություններ մի անգամ արդար ընտրություններ լինեն եւ չվազվզեն այս երկրից այն երկիր իրենց կոնկրետ իրենց կուսակցության համար մի փոքր խմբակի համար բաներ, հա, բենեֆիտներ խնդրեն, սատարում խնդրեն, սա շատ կարևոր process է առնելու Հայաստանում առաջին անգամ, եթե մենք կարողանանք մեր պրոյեկտը բոլորին դեմ միասին եւ Հայկի հետ միասին այս քայլը իրականացնենք, կստացվի, որ Հայաստանում իրապես առաջին անգամ տեղի կունենան ընտրություններ, որտեղ օրվա իշխանությունները որևէ բարձրագույն պաշտոն զբաղեցնող մարդը հետաքրքրված չի լինելու իր թիմը, որպեսզի հաղթի։ Սա իսկապես աննախադեպ իրավիճակ է լինելու, այնպես որ կարծում եմ շատերը, հատկապես փոքր թիմերը, պիտի հետաքրքրված լինեն այս պրոյեկտը առաջ մղելու ու մանր-մունր տարերի, բառերի հետևից չընկնեն նորից։ Գործող իշխանություններին էլ փոխանցեմ, որ եթե դուք սկսել եք անհանգստանալ, եթե դուք սկսել եք խոսել բոլորին դեմ մասին ու մտքեր եք արտահայտում փակել, չփակել, գրանցել, չգրանցելու, չգիտեմ ինչ որ խոչընդոտներ ստեղծելու, նշանակում է դուք նաև ունեք տեղեկություններ այն մասին, որ բոլորին դեմ թիմը սկսել է շատ ավելի արագ, ավելի մեծ ինտենսիվությամբ ձայներ հավաքել, կողմնակիցներ հավաքել, շահառուներ ունենալ, այնպես որ Ժորժ ջան, ես կարծում եմ, որ մենք ամեն ինչ շատ ճիշտ ենք անում, ժամանակը շատ քիչ է,